Հայկական կողմը այսօր տեղեկություն տարածեց, որ պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին, իդեպ Երևանը շուտ արձագանքեց, Բաքուն մոտ 3.5 ամիս ձգում էր այդ պատասխանը, ինչով է դա պայմանավորված։ Որ արագ արձագանքեց, դե երևի շտապում են մեր շտապող կողմը մենք ենք Դե ըստ էության այո։ Ըստ էության այո, որտեվ խաղաղության օրակարգի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, ամենայն դեպս այդպես է հայտարարված, եւ սա իշխող քաղաքական ուժի պաշտոնական քաղաքականությունն է։ Հետևաբար օր առաջ շահագրգռված են ապահովագրել եւ իրենց քաղաքական ապագան եւ այդ համատեքստում նաեւ Հայաստանի սահմանների վերականգնումն ու անձեռնամխելիությունը, ուստի փորձում են արագացնել գործընթացը գոնե իրենց կողմից կատարված արագ քայլերով։ Դա մեր մասով, իսկ Բաքվի վարքագիծը ինչ էր։ Բաքուն հանգիստ կարող է ժամանակ ձգել, հանգիստ կարող է նոր պայմաններ առաջադրել եւ այդ պայմանները բոլոր դեպքերում դժվարացնելու են հայկական կառավարող շրջանակների իրենց նպատակին հասնելու ուղին, այսինքն ավելի կբարթանա, նոր նախապայմանները բավարարելու խնդիր կառաջանա, որում այդ նախապայմանները կարող են կապված չլինել այս քննարկվող պայմանագրի տեքստի հետ, կարող են կողմնակի պայմաններ լինել, որոնք բարդացնեն երկխոսությունը։ Կապված հենց այդ առաջարկներին, Բաքվի առաջարկներին պատասխանելու հետ, արտգործնախարարն է Հայաստանի ասում, Բաքվի հետ քննարկվում է միջազգային հարթակներում Նիդերլանդների արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ։ Միջազգային հարթակներում միմյանցն են վեճերից հրաժարվելու հարցը։ Սա օրակարգային հարց է, բանակցային։ Ես կարծում եմ, որ այո, եւ այն տպավորությունն է, որ դա Բաքվի պահանջն է, ընդ որում այդ պահանջը քննարկվում է արդեն տևական ժամանակ եւ կարծում եմ Հայաստանի իշխանություններն էլ այդ պահանջին համաձայնել են վաղուց, բայց այդ պահանջը կյանքի կոչելու եւ ժամանակ է անհրաժեշտ եւ համապատասխան գործիքակազմի կիրառում, որպեսզի ներքին Հայաստանի ներքին լսարանը, մեր քաղաքացին ավելի այդ առումով անկալունակ գտնվի, Այսինքն այդպիսի համաձայնությունը մեր կողմից զիջում է որակվում։ Դե ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնությունը դիտարկվում է որպես զիջում, որտեղ դուժած կողմը ըստ էության Արցախի հայությունն է, Ադրբեջանի մեր հայրենակիցներն են, որոնք վտարվեցին Ադրբեջանից, դեռևս 80-ականների վերջերից սկսած եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններն են, որ կորուստներ են կրել, տեղի են ունեցել ադրբեջանական կողմից կիրառված վայրագություններ, ռազմական հանցագործություններ եւ պատահական չէ, որ այս ամենը տեղի ունենում նաեւ Բաքվում ընթացող Արցախի ղեկավարության եւ մեր այլ հայրենակիցների Շատ ճիշտ անգրվանում։ Այդ դատավարությունը մտնում է այդ համաձայնության։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ես կարծում եմ, որ ոչ, կարող է ինչ-որ մի պահի պարզապես այդ մարդկանց կամ ներում շնորհվի, կամ դրանցից մի մասին ներում շնորհվի, մի մասը հանգրվանի ադրբեջանական բանտերում, բայց ընդհանուր առմամբ սա քաղաքական խաղաքարտ է, ոչ իրավական, իրավական խաղաքարտերի բալանսը այսօր ես դժվարանում եմ ներկայացնել, որտեղ մասնակիորեն պատկերացնում եմ, թե ինչ մեղադրանք խաղաքարտը ընդդեմ Երևանի։ Այո, Արցախցի ղեկավարների դերակատարում։ Եվ ընդ որում առաջին հերթին Հայաստանի Հանրության դեմ է սա օգտագործվում, ոչ իշխանությունների։ Կարծում եմ իշխանությունները սրա հետ մեծ խնդիր չունեն, բայց հանրության վրա ճնշում գործադրելով ըստ էության միջնորդավորված ճնշում է գնում նաև Հայաստանի իշխանությունների վրա նրանց ավելի այսպես անկալունակ դարձնելու համար։ Այսինքն այս դատավարական ֆարսն էլ է հաջողվել մտցնել բանակցային օրակարգ։ Ես կարծում եմ, որ այս դատավարական ֆարսը բանակցային օրակարգում ադրբեջանական մոտեցումներն առաջ մղելու համար կիրառվող գործիք է։
Այսինքն այդ Ոչ թղթի վրա քննարկվող։ Ոչ թղթի վրա քննարկվող է։ Ես այդ տպավորությունն ունեմ, որ կոնկրետ դատարան հասած մարդկանց ճակատագիրը չի ներառվում երկկողմ այս զրույցների, բանակցությունների կուլտուրային Երիշե Կիրակոսյանի հրաժարականը, բացի այն բացատրությունից, որ հնչել է Երիշեի կողմից, ունի այդ գնահատական ձև։ Ես չեմ ուզում դրա մեջ խորանամ, դա ընդհանուր առմամբ Խոսում եք միջազգային հայցերը, միջազգային հարթակներում այդ հայցերը։ Բնականաբար, եթե ինքն էր վարում այդ հայցերի հետ կապված աշխատանքը, ղեկավարում եւ համադրում էր ջանքերը, ապա հասկանալի է, որ եթե նա հեռանում է այդ ոլորտից, ոլորտի հետ կապված խնդիրները ավելի խոցելի են դառնում, իսկ ինքը կարծես իրեն հարվածի տակից հանում է, որտեվ այսպես չարտահայտված անհամաձայնություն կա կարծես իր արարքի մեջ, որը չի բարձրաձայնվում, բայց ըստ էության արտացոլում է գործընթացի ընդհանուր որակը եւ հայկական կողմի դիրքորոշումները։ Պարզ խոսենք, Երևանը այդ դատավարության վրա ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ։ Ինչպիսի բանակցություններ էլ ընթանան, ես կարծում եմ, եթե համաձայն եք, շարունակենք։ Գիտեք, բայց ով է այդ հարցով զբաղվել։ Ոչ մեկ։ Այսինքն ով է հաշվարկել, կարող է ազդել, թե չի կարող ազդել այդ դատավարության վրա։ Նման բաց քննարկում տեղի չի ունեցել, հաշվարկներ չկան արված եւ պարզ չի, թե ինչ փաստարկներով կարող էր հայկական կողմը մտնել այդ գործընթացի մեջ, դիմելով անմիջականորեն Բաքվին կամ միջազգային գործընկերներին։ Միջազգային գործընկերները ով կարող է ազդել դրան։ Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, որտեղ փնտրել այդ բաները։ Ամենուր։ Հիմա այսօր հայտարարություն կա Թրամփին նամակով դիմելու հենց այդ հարցով դրա մասին, բայց սրանք այն կարծես պաշտոնական տարբերակներ են, բայց կարող են լինել նաև ոչ պաշտոնական տարբերակներ, այսինքն գործ ունենալ նաև կարող եւ կան մենք չգիտենք։ Այո, կարելի է գործ ունենալ նաև ազդեցիկ մարդկանց հետ, այնպիսի մարդկանց հետ, ովքեր նախագահ Ալիևի հետ սերտ կապի մեջ են եւ միգուցե կան հայկական շրջանակներ, որոնք այդ մարդկանց հետ եւ այդ մարդկանց միջոցով Ալիևի վրա չասեմ ճնշում գործադրելու, բայց մոտեցումները փոխելու տեսանկյունից կարող են ազդել։ Այսինքն մենք չգիտենք այդ հնարավորությունները, որտեղ գործընթացի մեջ չկանք, անմիջականորեն դրանով զբաղվում է իշխանությունը, իսկ իշխանության հնարավորություններն էլ հայտնի չեն։ Այսինքն Ալիևը պատրաստում է առևտրի։ Այս դատավարության մինչև ուր ձգելը, եթե փորձենք հասկանալ, վերջը պետք է առևտրով ավարտվի։ Պարտադիր չէ։ Ում հետ կլինի չեն կարող ասել, բայց ինչ որ մի բանով, մի ակցիայով պետք է ավարտվի, չէ՞, եթե Դե ես արդեն ասացի, գուցե այդ մարդկանց մի մասը դատապարտվի եւ հանգրվանի ադրբեջանական բանտերում։ Մի մասին շնորհի ներում, մյուս մասին պարզապես ազատ արձակեն։ Այսինքն այստեղ ադրբեջանական կողմը հնարավորություններ ունի եւ կրկին ես չգիտեմ որքանով են այդ հնարավորությունները այստեղ Երևանում հաշվարկված եւ որքանով են շահագրգիռ մեր պաշտոնատարները այդ հաշվարկը կատարել։ Դե շահագրգիռ, եթե խոսում ենք մարդկային ճակատագրերը փրկելու մասին, կա մեկ շահագրգռվածություն, բոլորը պետք է շահագրգռված լինեն։ Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ով ինչ կկորցնի եւ ով ինչ ձեռք կբերի։ Խոսքերով այո, կարող են բոլորը շահագրգռված լինել եւ մտատանջվել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների։ Մտատանջվել թողնենք, դա բոլորը դրա համար եթե գալիս են քաղաքական մոտեցումներին, մենք խոսում ենք գործուն քայլերից, ինչ կարելի է։ Եթե մենք գալիս ենք քաղաքական մոտեցումներին, իսկ իշխանությունից մենք միայն քաղաքական մոտեցումներ կարող ենք ակնկալել։ Չէ, տեսեք, այդ որ ասում եք, մյուս կողմից էլ կա Բաքվի թակարդը, չէ՞, չհայտնվել այդ թակարդում, չյենթարկվել այն ձեռագրին, որը ինքն է թելադրել։ Դրա համար ասեմ, սա քաղաքական լուծումների խնդիր է։ Եվ այստեղ ամբողջ հարցն այն է, թե
Հայաստանի գործող իշխանությունը, որ լուծումները կնախընտրի, որովհետև պատահական չէ, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահն ասում է, եթե հանկարծ իմ կյանքից կախված լինի Հայաստանի ճակատագիրը, ես գտնվեմ օդանավում, թող այդ օդանավը խփվի։ Այսինքն դա անուղղակիորեն ասում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարող են զոհությունների գնալ, չգիտեմ որքանով իրենց շարքերից մարդու կզոհեն, բայց այն դեպքում, երբ որ կհամարեն, որ ըստ իրենց տեսլականի կոնկրետ զոհաբերությունը օգուտ է բերելու Հայաստանի ապագային, իրենք այդ զոհաբերությանը կգնան։